Իսկ այսօր ընդդիմադիր պատերազմի եռագլուխ կուսակցությունը սկսել է անուն դրել մեր այս քարտեզին, որ ասում են ինչ են ասում են փոխանակ ծովից ծով Հայաստանի քարտեզը կպցնի, Հայաստանի քարտեզն է կպցրել։ Ժողովուրդ ջան, ծովից ծով Հայաստան եւ իրանք իմիջայլոց պատերազմի եռագլուխ կուսակցությունը խոսում է ծովից ծով Հայաստանի մասին։ Ես խոսում եմ իրական Հայաստանի մասին։ Գիտեք իմ ու իրանց տարբերությունը որն է, որ իրանք իրեքնել դղյակներ ունեն Հայաստանի տարածքից դուրս, Եվրոպաներում կղզիներ ունեն այդ մարդիկ եւ այլն։ Նրանք ծովից ծով Հայաստանը նշանակում է պատերազմ։ Այդ մարդիկ մեզ եւ ձեզ ուզում են հրեն պատերազմի հորձանուտը, որպես իրանք թռնեն եւ վայելեն իրանք կղզիները եւ իրանք միլիոնները, որովհետեւ իրական Հայաստանը իրանք թալանածը հատիկ հետ է բերում։ Նրանք իրանք ունեցվածքն են ուզում փրկեն, որովհետեւ նրանց ունեցվածքի փրկվելու ճանապարհը Հայաստան պետության չլինելն է։ Քանի Հայաստան պետությունը կա, Գագիկ Ծառուկյանից տները սկսել ենք արդեն վերադարձնել ժողովրդին։ Եվ ես ձեզ ասում եմ, մինչև 2031 թիվը Գագիկ Ծառուկյանին Սարի գլխին սարքած տունը պետքա ծերերի խնամքի կենտրոն դառնա, ինչպես Փեսայի տունը արդեն սեփականություն է, Գուլոյանի $2.5 միլիոն արժողությամբ։ Ես ասում եմ, Ծառուկյանը, Կարապետյանը, Ռոբերտը ոնց որ երկու բոթասից սկսել են, երկու բոթասել, ես իրանց հասցնելու եմ ձեր աջակցությամբ։ Այդ մարդիկ տզրուկի նման կպած են Հայաստանի օրգանիզմին։ Այդ մարդիկ կասկեղ են։ Մենք 8 տարի բուժում եւ քիմիոթերապիա ենք անում, հատիկ վերադարձնելով։ Եկել է ֆունդամենտալ, այսինքն վիրահատական լուծման ճանապարհը, վիրահատական եղանակով 2026 թվականի հունիսի 7-ին մենք այդ եռամետաստազ ուռուցքը Հայաստանի մարմնից պետք է հեռացնենք իրար հետ ժողովրդով քվեարկությամբ։